արդյոք կանչվել եք Հա, իդեպ մոռացա ասեմ, ձեզ ուղղել, պատգամավոր լինելու եք, թե ոչ։ այո, կանչել են։ Եվ Ինչի եւ որոշում կայացվել է արդեն ձեր մասով վարչությունից։ Պետք է չխոսանք էլի դրա մասին։ Վարչությունը եթե պետք լինի ինքը կհայտարարի դրա մասին։ Այսինքն մերժել են ձեզ։ Լսեք, ոչ մեկ ինձ չի մերժել։ Ասում եմ վարչությունը եթե հարկ կլինի, վարչության որոշումները ճիշտ կլինի վարչությունից հարցնել կամ կուսակցության աշխատակազմից։ Հիմա դուք ձեզ տեղեկացրել են, բայց դուք ուղղակի չեք ասում։ Այո, ինձ տեղեկացրել են, ուղղակի ես չեմ ասում։ Այդ խոստացումներն ինչով է պայմանավորված, որ այդքան խիստ ձևով են ընտրում, թե ով պետք է մնա պատգամավոր, ով չպետք է մնա, ինչ դժգոհություններ ունեն։ Մեր 2018 թվականի Թավշյա հեղափոխությունից հետո սա առաջի խորհրդարանական ընտրություններն է, որը տեղի ունենալու հերթական։ Եվ մենք պատրաստվում ենք հերթական ընտրություններին եւ ցուցակը կազմվելու է համագումարով մեր պատվիրակների կողմից։ Դժգոհություններ ունեն որոշների հետ կապված, որ ամբողջ այս տարիների ընթացքում մեկ անգամ հայտարարությամբ հանդես չեն եկել, հարցազրույցներ չեն տվել, կամ ոմանք էլ դե այդպիսի պատգամավորներ կան, որոնք առանձնապես մենք չենք տեսնում, որ ելույթներ ունենան կամ հարցազրույց տան, ոմանք էլ երբ որ հարցազրույց են տալիս, հետո մեզ պատմության մեջ են ընկնում այնպիսի բաներ են խոսում եւ ասում են սրանով է պայմանավորված, որ թիմում ասում են այնպիսի մարդիկ չլինեն, որ հետո գլխացավանք դառնան։ Ինձ հիմա այդ ամեն ինչը եք ասում։ Ուզում եմ ասեմ, այդ սկզբունք այդ խնդիրներն են պատճառով այսքան խստացումներ իրականացվում։ Լսեք, խստացում չի, սա կրկնում եմ առաջի խորհրդարանական ընտրություններն է, որը տեղի է ունենում հերթական մեր իշխանության գալուց հետո։ Ինչի մասին է խոսքը, այսինքն ես սենց ասեմ, եթե 21 թվականի խորհրդարանական ընտրությունները լինեին հերթական, էլի այս ձև կներ։ 18 թվականին եղել է արտահերթ, 21 թվականին եղել է արտահերթ։ Հիմա միակ ընտրություններն են, որը հերթական է։ Ինչ նախնդիր է։ Աշխատանքը ոնց է գնահատում որպես պատգամավոր։